Բարև ձեզ։ Ամենքուլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր իմ զրուցակիցն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Տարին բավականին բուռն է սկսվել թե Հայաստանում եւ թե ողջ աշխարհում։ Դուք գիտեք, որ իշխանությունները եւ եկեղեցու վերնախավի այդ միջև լարվածությունը բարձրաստիճան հոգևորականների միջև լարվածությունը գնալով սրվում է եւ Փաշինյանը եւ Գարեգին երկրորդի հեռացումը պահանջող 10 հոգևորականները ստորագրել էին եկեղեցու բարենորոգման մասին հայտարարություն եւ ներկայացրել էին 5 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ ներառված էր կաթողիկոսի հրաժարական կամ հանգստի կոչումը եւ ի վերջո 5-րդ փուլում արդեն նոր կաթողիկոսի ընտրությունը։ Իհարկե եկեղեցին էլ պատասխան հայտարարությամբ հանդես եկավ, որ դա հակասում է թե ներպետական թե միջազգային եկեղեցական օրենսդրությանը եւ կանոններին, բայց այնուամենայնիվ երկուսով էլ կարծեք թե չեն փորձում քայլ ետ անել եկեղեցին եւ Նիկոլ Փաշինյանը կամ ողջ կառավարությունը։ Դուք ինչպես եք ընդունում այս նոր թեկուզ եւ այս նոր ճանապարհային քարտեզը, ինչպես եք վերաբերում եւ արդյոք արդեն փակուղու նման իրավիճակ է ստեղծվել։ Ես սկզբանե ասել եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնակարգով վեհապար հայրապետին փոխելու օրինական հնարավորություն, հենց իրենց կանոնակարգով օրինական հնարավորություն չկա։ Վեհապար հայրապետը ընտրվում է, օծվում է, նա ծմահ է եւ իր հրաժարականը ինքը կարող է տալ ինքնական։ Այդ հրաժարականին երբեմն հասել են արտաքին լուրջ ճնշումների առումով սովետական միության տարիներին, ներառյալ սպանությունների, բայց մեր պատմության մեջ եղել է նաև, որ եկեղեցական դասը ինքն է որոշել եւ առաջարկել վեհապարին, որ հրաժարական տա եւ նա հրաժարական է տվել։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցու ներքին հոգեվորական դասը պիտի հասնի նրան ու կարող է հասնել նրան, որ վեհապար հայրապետ Գարեգին II կաթողիկոսը հրաժարական տա։ Եվ ես կարծում եմ, որ Գարեգին II կաթողիկոսը հրաժարական կտա 2026 թվականի ընտրություններից հետո։ Ինքը ուղղակի հիմա սպասում է տեսնի, թե 2026-ի ընտրությունները ինչպիսի ելք կունենան եւ այդ ելքի պարագայում, եթե նախկիններին հաջողվի հետ վերադառնալ, ապա վեհապար հայրապետը կլինի այդ նախկինների հետ այդ հետ վերադարձի հաղթանակը բերած կարևոր դեմքերից մեկը եւ պետության մեջ ամենաառանցքային դեմքերից մեկը, իսկ եթե նախկինները հետ չվերադառնան, ինքը հրաժարական կտա, դա ակնհայտ է, դա երևում է։ Հիմա այդ խնդիրը չի լուծվի։ Իշխանություններին հավանաբար պետք է, որ մինչև ընտրությունները կաթողիկոսը հրաժարական տա ըստ երևույթին, քանի որ տարվա սկզբին այս սրացումները հենց իշխանությունների կողմից իշխանություններին իմ կարծիքով երկու տարբերակներ շահեկան է։ Եթե մինչև ընտրություններ վեհապար հայրապետը հրաժարական կտա, իշխանությունը այդ կներկայացնի եւս մի հաղթանակ եւ նախկինների եւս մեկ պարտություն, այդ ճամբարում որոշակի հուսահատություն կլինի եւ դա իրենք կօգտագործեն իրենց քարոզարշավի ժամանակ, որ իրենց առաջ դրած խնդիրները լուծում են։ Եթե չեն հաջողում, ապա վերջին հավաքները ցույց տվեցին, որ վեհապար հայրապետը միակ անձն է, ում շուրջ համախմբվում են նախկին բոլոր իշխանությունները, անկախ իրենց իրար հանդեպ ունեցած ներքին հակադրություններից ու այս Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչով սև ու սպիտակի բացառիկ մասնագետ է, կարողանում է այդ գույները մկացնել սևից էլ ավելի սև, ժողովրդին ասելու է, տեսեք թե ովքեր են, եթե ինչ չեք ընտրում, իշխանություն են գալիս, այ իրենք, ու դա սևից սպիտակի վերածելով հաղթանակի տանելու նաև ամենալավագույն ճանապարհներից, այսինքն ընտրություններն ունեն տրամաբանություն, դու պիտի ունենաս հակառակորդ եւ այդ հակառակորդը պիտի ունենա անուն ազգանուն։ Երբ որ այդ հակառակորդները ծևի դաշտում այդ նախկիններն են եկեղեցու հետ, այդտեղ հաղթանակի հնարավորություն շատ ավելի մեծանում է։ Իսկ ինչ է կարծում, որ ընտրություններից հետո, եթե նախկիների իշխանության չգան ու նորից գործող իշխանությունները մեծամասնություն կազմեն կամ այլ կոալիցիայով մեծամասնություն կազմեն, կաթողիկոսը հրաժարական կտա, ինչ եք այդպես կարծում, նա կարծեք թե բավականին համառ դիմադրում է։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակ հրաժարական կտա կաթողիկոսը, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցու մնացած անդամներն ու սրբազանները
իրենք կպահանջեն, որ կաթողիկոս հրաժարական տա։ Ես սկզբանե ասացի, որ կաթողիկոսի հրաժարականը հնարավոր է ներքին ներեկեղեցական պահանջի դեպքում։ Իսկ ինչի են ընդդիմադիրները հավաքվել կաթողիկոսի շուրջը կամ հավաքվում, ինչպես դուք եք ասում։ Ինչն է նրանց միավորում, հավատքը կամ համախոհությունը։ Երեկ էլ մենք տեսանք, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ տարբեր եկեղեցիներում Սուրբ Քավորի այդ դերակատարությունը ինչ է, ստանձնել Էդմոն Մարուկյանը, Էդուարդ Շարմազանովը, Վանեցյանը անգամ Համախոհությունը միանշանակ, որովհետև թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավը ներառյալ վեհապար հայրապետը եւ թե այդ քաղաքական կուսակցություններն ու քաղաքական անհատները Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում, հարաբերությունների ավելի խորացման, խաղաղության համատեքստում, իրենք այս ամենը կապում են Ռուսաստանի հետ, իսկ իրականում Ռուսաստանի հետ է միայն, որ իրենք հետ վերադարձի հնարավորություն կարող են ունենալ, այսինքն իրենք այդ անում են իրենց համար, վեհապարն էլ իր իշխանությունը պահելու համար։ Ես չեմ կարծում, որ իրենք հավատում են, որ Ռուսաստանի հետ Հայաստանը ապագա կամ զարգացման ուղիներ ունի, որտեղ այդ պարագայում ոչինչ չի առաջարկվում։ Ես օրինակ ասում եմ, ասեք Ռուսաստանը ինչ է առաջարկում մեզ, անվտանգության առումով, տնտեսության զարգացման առումով, նոր տեխնոլոգիաների առումով, ես էլ լսեմ ձեզ, գուցե ես էլ թեքվեմ ու պաշտպանեմ ռուսներին, իմ խնդիրը իմ երկրի շատ է։ Օրինակ Միացյալ Նահանգները առաջարկում է, չգիտեմ, կիսահաղորդիչներ, առաջարկում է նոր ատոմակայան, էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիա, առաջարկում է այդ ճանապարհն անվանել ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ Թրամփի ուղի, եւ դա ճանապարհների ապաշրջափակում է իր ասածը, որը երեք արդեն հաստատեց Ալիևը, որ Ադրբեջանով էլ պիտի գնան, որ Ռուսաստանի հետ կապը կարող է Ադրբեջանով լինել, որ Իրանի հետ կապը կարող է Նախիջևանով լինել։ Այդ մարդիկ բոլորը պնդում էին, որ դա Նախիջևանից Ադրբեջան ճանապարհ է։ Ընդամենը եւ Ռուսաստանի հետ նոյեմբերի 9-ին երրորդ կետը հենց դա էլ կանխանշում էր, որ դա ուղղակի Նախիջևան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակում չպետք է լինի։ Իսկ այս մարդիկ այս ամեն ինչը տեսնում են, տեսնելով հանդերձ իրենք նորից պնդում են Ռուսաստանը։ Ինչու՞, որովհետեւ Ռուսաստանի պարագայում իրենք կարողանում են իշխանություն պահպանել։ Նույնն է նաև մնացած բոլոր, այսպես ասած, կախված բռնապետերի պարագայում, եթե անդրադառնանք Վենեսուելային, ասենք, այդ համատեքստում կամ Իրանին այս համատեքստում, խնդիրները նույն հարթության մեջ են։ Տեսեք, Վենեսուելան աշխարհի ամենախոշոր նավթային ռեսուրսներ ունեցող երկիրն է։ Իր նավթային պաշարները 5 անգամ ավելին են, քան Ռուսաստանինը, կամ Միացյալ Նահանգներինը, Սաուդյան Արաբիա, Կատար, դրանից հետո գալիս են բազմաթիվ երկրներ, Ադրբեջանը անգամ այդ ցանկում չկա։ Այո, շատ։ Բայց նայում ենք այդ երկրի բյուջեին, ինքը 19.5 միլիարդ բյուջե ունի, մեկ շնչին ընկնող գումարը ընդամենը $600 է։ Այն դեպքում, որ Հայաստանի, որը պատերազմի մեջ է, որը դեռ պատերազմը վերջացրած չի, նախաստորագրված է, մեկ շնչին ընկնողը $3000 է։ Նույն Ալիևը բողոքում էր, երեք ասում էր հայերը, այ տեսեք, Ռուսաստանի հետ ստվերային առևտուր են անում, պատժամիջոցները շրջանցում են, դրա համար իրենց բյուջեն 12 միլիարդով ավելացել է։ Իսկ ինչի է բողոքում? Որովհետև իր մոտ մեկ շնչին ընկնողը 2200 է, 800 Հայաստանից պակաս։ Իսկ ինչի է պակաս? Որովհետև իր մոտ ստվեր է, որովհետև ինքը 2014 թվականից տարեկան 14 միլիարդի գազ, ռուսական գազ, ադրբեջանական խողովակներով վաճառել է Եվրոպա եւ այդ գումարը նստել է իր եւ Ռուսաստանի նախագահի օֆշորային հաշիվներին։ Այդ գումարը չի երևում։ Հիմա այդքան նավթ ու գազ ունենալով, նավթ վաճառելով Բոլիվիան, այդ քանակի նավթը, որ տվել է Ռուսնեֆտին, տվել է Չինաստանին, այդ գումարներն ինչ են եղել, որ $600 է կանգնել։ Ակնհայտ մեր գույք պարտքի դիմացի պատմությունն է։ Ինքը այդ տվել է այդ երկրներին, նրանք այդ վաճառել են, շահույթ են ստացել, փոխարենը ապահովել են իր անընդհատ նախագահ մնալու հանգամանքը։ Այստեղ էլ գույքը պարտքի դիմաց էին տալիս, որ իրենց իշխանությունը պահեն։ Այսինքն այս կարգի լիդերների, նույնը նաև Իրանի պարագայում է լիդերների գործնեության
իմաստը տրամաբանությունը սեփական իշխանությունը վայելում է։ Պարքի դիմացով դրած Քոչարյանի բանակից հակադարձում էին, որ դուք ջատագով եք այդ ծրագրին։ Գիտեք, այդ ընդհանրապես որևէ տրամաբանության չի ենթարկվում, որովհետև գույք պարտքի դիմաց ծրագիրը առաջացել է 2002 թվականին եւ այն ստորագրվել է նոյեմբերի 14-ին։ Ինձ ազատել են պաշտոնից 2000 թվականի մայիսի 2-ին, այդ ժամանակ գույք պարտքի դիմաց անվանում անգամ չի եղել, այնպես որ այդ անհետեցությունն է ուղղակի, չգիտեմ, որտեղից հորինված շատ մեծ սուտ, առավել եւս որ գույք պարտքի դիմացի տրվող գործաններից մեկը Ստեփան Դեմիրճյանինն էր, ով իմ վարչապետության ժամանակ Միասնություն դաշինքի Կարեն Դեմիրճյանի այ ժողովրդական կուսակցության լիդերներ, ես ինչպես կարող էի համաձայնել, որ Մարզ Գործանը գույք պարտքի դիմաց տրվի ռուսներին Ստեփան Դեմիրճյանի հետ ճշնամանալով։ Այնպես որ այս տրամաբանությունից դուրս գալ է պետք, ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը իր էությամբ այդպեսին է, էլի, ինքը ասում է մարտի 1-ին ես տեղյակ չէի, որ զորքերը մտել են Երևան քաղաք, այդ Միքայել Հարությունյանն է արել։ Ես ինչ տեղյակ եմ։ Հիմա պարզվում է գույք պարտքի դիմացն էլ ինքը տեղյակ չի, այդ ես եմ արել, որ ես էի արել այդքան լավ առաջարկեր, ինքն էլ ասում է դա լավագույն գործարքներից է, բայց ինչի հանեց։ Իսկապես սնելության համար։ Այս սարկազմի ժանրից է, չէի ուզի դաշտ։ Պարոն Սարգսյան, դուք մի քանի թեմաների անդրադարձաք Իրանը, Վենեսուելան, Ալիևի հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, նաև մեր ներքաղաքական իրավիճակը, հերթով անդրադառնանք Ալիևի հայտարարություններից, սկսենք, դուք մեջ բերեցիք Ալիևի այն խոսքերը, դրական խոսքերը, որոնք ներկայացնում են նաև Հայաստանի շահերը, որ Հայաստանը կապ կունենա մեր միջոցով, Թուրքիայի միջոցով եւ այլն, բայց Ալիևը նաև հայտարարեց, որ այդ ամեն ինչը տեղի ունեցել մեր պայմաններով, մեր թելադրած մոտավորապես միտքը դա էր պահանջներով եւ եթե Զանգեզուրը ինքը Զանգեզուրի միջանցք էլ կոչվում է թրիպը եւ եթե դա չլներ նորից ուժով կվերցնեին եւ այլն, ինչպես մենք համադրենք եւ այդ դրական խոսքերը եւ նորից նման բացական երանգ ունեցող խոսքերը։ Մենք նաև ես ձեզ հիշեցնեմ Թրամփի հայտարարությունը օրեր առաջ, որ ասեց հայ-ադրբեջանական այդ փաստաթղթերի ստորագրման Վաշինգտոնում հայտարարեց, որ մենք ես ստիպելով դա տվեցի անել, ես 200% մաքսատուրքի սպառնալիքի արդյունքում դա տեղի ունեցավ։ Իսկ Ալիևն ասում է դա եղավ այնպես, ինչպես մենք ենք ցանկացել։ Այստեղ ինչ համընկնումներ կան Ամերիկայի հետ կամ ինչ հակասություններ կան, Ալիևի մեկ դրական մեկ բացական խոսքերը, ինչպես եք մեկնաբանում։ Ես երբեք էլ չեմ ասել, որ պետք է վստահել Ալիևին, Էրդողանին կամ Թրամփին։ Բացարձակ խնդիրն է չի։ Խնդիրը այլ հարթության մեջ է, ինչքանով է մեր շահերը համընկնում այսօր Միացյալ Նահանգների հետ, եւ եթե մեր շահերը համընկնում է Միացյալ Նահանգների հետ, մենք ինչ քայլեր պիտի անենք, որ այդ շահերի համատեղման պարագայում կարողանանք զսպել մեր թշնամիների շատ բուռն ցանկությունները։ Օրինակ վերջի շրջանում թե Ռուսաստանը, թե Թուրքիան եւ թե ինչ որ չափով Ադրբեջանը իր դիրքորոշումները փափկացնելուց հետո նորից կոշտացրեց մոտավորապես մի 20 օր առաջ։ Ինչու՞ պատճառը ո՞րն էր։ Շատ բարձ։ Իմ կարծիքով պատճառը նրանն է, որ հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումային ընկերությունը, որը ձևավորվելու է, այդ ընկերության մեջ հիմնադիր կապիտալի մի որոշակի հատված պատկանում է Միացյալ Նահանգների նախագահի Փեսա Քուշներին, որը հրեա է ազգությամբ, իսկ հրեայի կապիտալ է տեղ ունենալ ցնցումների է հասցնում Իրանին ու Իրանի իշխանությունները նման հայտարարություն են անում, հրեաները իմիջայլոց Իրանից հետո համարում եք թշնամի համարում են Թուրքիային այդ վերջի հարցումներով, դա նաև Թուրքիային է ցնցումներ առաջացնում, ինչպես հրեաները պիտի նայեն թե իրենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը իհարկե չի կարողանում դա լուրջ բարձրաձայնել, որտեղ Իրանի հետ որոշակի խնդիրներ ունի, բայց Իսրայելը Ադրբեջանին նայում է որոշակի առումով Թուրքիայի մաս եւ այդ առումով Հայաստանը որոշակի հենարան է նաեւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար Ադրբեջան-Թուրքիա հակազդեցության առումով։ Ես ընդհանրապես պիտի ասեմ մի բան, որ շատ կուզենայի, որ մեր իշխանությունները ու մեր հանրությունը հասկանա, որ այս տարածաշրջանում հնարավոր չի Ամերիկայի բարեկամը լինել առանց Իսրայելի հետ բացառիկ լավ հարաբերությունների։
Եվ ես պիտի ասեմ, վստահաբար պիտի ասեմ, որ այդ հնարավորությունը կա։ Երբ 2 տարի առաջ ես ասում էի, որ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը հնարավոր է ստորագրել միայն Միացյալ Նահանգներում, այն ժամանակ դեռ Բայդենն էր, եւ այլ տարբերակները աշխատող չեն, որոշ թվեր ասում էին հնարավոր չի Ռուսաստան 9-րդ կետ։ Թրամփի գալուց հետո բոլորն ասում էին, դե Թրամփը արդեն վերջ, մոռացեք Միացյալ Նահանգները, Բայդենի ժամանակն անցավ։ Դրանից հետո ես ասացի, որ Թրամփը քանի որ խոսում է քրիստոնեությունից, խոսում է խաղաղությունից, Թրամփի հետ այդ թուղթը ստորագրելը շատ ավելի հնարավոր է հավանական, քան այդ հնարավոր կլիներ Բայդենի պարագայում։ Եվ երկրորդ, որ այդ ճանապարհը ինչը հիմնական վեճն է, որովհետև եթե Զանգեզուրով կամ այսպես ասած Սյունիքով Ադրբեջանը չի մտնում պատերազմական գործողությունների, ապա մնացած մասով պատերազմական գործողությունները դառնում են անիմաստ, կարելի է այդ ճանապարհի վերահսկողությունը տալ Միացյալ Նահանգներին։ Եվ եթե շատ են ուզում, կարող ենք դրա անվանումը անգամ դնել Թրամփի անունով։ Ես առաջինն ասել եմ ես, այդ ժամանակ ոչ Թրամփի ուղի, ոչ այդ կարգի անվանում, ոչ այդ կարգի քննարկում չի եղել։ Ու սա գիտեք, պայծառատեսություն չի, բացարձակ։ Ոչ էլ, չգիտեմ, ֆիզիկայի, չգիտեմ, էլեկտրոնային դրսևորումներից է, բացարձակ։ Դա խնդրի այն հարթությունն է, որը լուծման ուղղակի այլ տարբերակ չունի։ Կամ խնդիրը լուծվում է, կամ չի լուծվում ու գնում է պատերազմի։ Պատերազմի պարագայում նույնիսկ եթե Ադրբեջանը վերցներ միջանցքը, միևնույն է, այն պահել չէր կարողանալու, ու այդ հաշվարկել Ալիևը գիտեր։ Հետևաբար մնում էր առանց պատերազմի որոշակի առավելություններով այդ վերցնելով։ Ու այս հաշվարկով էր, որ ես ասացի, ու դա իրականություն դառավ։ Հիմա նույն տրամաբանությամբ ես ասում եմ, որ այն ինչ որ տեղի է ունենում Իրանում, մեր անելիքն ինչ է, այստեղ նստենք, հետևենք, նայենք ինչ է տեղի ունենում, ասենք լավ է թե վատ, գանք տաղավարներ գնահատական տանք, ոչ այո, արդեն 10 օրը լուրջ խռովություններ են Իրանում եւ դա դոլարի կուրսի, դոլարի արժևորման արդյունքում ամեն դեպքում ի սկզբանե այդպես ներկայացվեց, չէ, եղավ, բայց տակը ինչ որ խորքային գործընթացներ կան, ինչն էր պատճառը։ Այսօրվա պատճառը միանշանակ ժողովրդի եւ իշխանության մեջ առաջացած անջրպետն է կտրված լինելը։ Ընդհանրապես կա այսպիսի բան, պետությունները կամ գերտերությունները կամ այսպես ասած քաղաքակրթությունները կործանվում են ոչ թե այն պատճառով, որ պատերազմներում պարտվում են, այլ այն պատճառով, որ իլյուզիաները ներկայացնում են իրականություն։ Իրանը վաղուց իր երկրում իլյուզիաները որպես իրականություն է ներկայացնում։ Այսօր երբ որ 1 միլիոն 800 քանի ռիալը արդեն $1 է, մի պարկ ժողովրդի լեզվով ասած մի մեշոկ փող $1 դիմաց։ Ժողովուրդը պիտի ընդվզի։ Նույն Վենեսուելայում գողանար չգողանար ժողովուրդը ընդվզելու էր։ Ձև չկար, աղքատությունը սահման ունի։ Աղքատությունը ճահիճ է, որը հասնում է մինչև մարդու ծնոտը։ Բայց երբ որ արդեն այդ իջնում է ծնոտից ներքև ու պիտի խեղդվես, այդ ժամանակ ընդվզում է։ Այս խնդիրը Իրանի դրանում է։ Եվ այդ համատեքստում միանշանակ է, որ Իրանում վաղ թե ուշ մի շաբաթ, 2 շաբաթ, մի ամիս, 5 ամիս հետո իշխանությունները փոխվելու են։ Չեն մնա։ Միանշանակ է, որ փոխվելու են։ Ու այս համատեքստում ինչ է, որ կան երկրներ, որոնք Իրանի մասնատման կողմնակից են։ Այսօր ես հետևում եմ իրենց մամուլին, արևմտյան ատրպատական, չգիտեմ 40 միլիոնի հասնող, իրականում 17 միլիոն են, 40 միլիոնի հասնող ադրբեջանցիներ, որ Իլհամ Ալիևը երադասեր 50 միլիոնանոց երկրի ղեկավար լինել եւ այլը եւ այլը։ Իրանի մասնատմանը կատեգորիկ դեմ է Իսրայելը, որտեղ Իրանի մասնատումը Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունը դրանով մեծացնելը, այսպես ասեմ, իրական վտանգ է, ֆիզիկական վտանգ է Իսրայելի համար։ Որտեղ Էրդողանը հայտարարել է, որ Երուսաղեմը դա թուրքական տարածք է։ Էրդողանը հայտարարել է, որ Երուսաղեմը պիտի լինի Պաղեստինի մայրաքաղաք։ Եվ թուրքական ազդեցության տակ, որտեղ այդ իրենք են թողել Իսրայելը։ Այսինքն որքան էլ Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները լարված են եւ որքան էլ Իսրայելը հարվածեց ամիսներ առաջ Իրանին, միևնույն է Իսրայելին ձեռնտու չի, որ Իրանը մասնատվի եւ շատ ավելի թուլանա։ Ոչ Իսրայելին, ոչ Միացյալ Նահանգներին ձեռնտու չի, որ Իրանը մասնատվի։ Իրենք կողմնակից են Իրանը ամբողջական պահելու
Եվ եթե Փահլավանուն բերեն իշխանության շահի որդուն, ամեն ինչ անելու են, որ Իրանը միասնական մնա։ Եվ եթե նայում եք հանրահավաքները այդ մասերում, որտեղ քրդական եւ ազերիական բնակչություն են, այդ մասերում միտինգներ եւ այլը չեն անում իրենք։ Այդ բողոքի համատեքստերում չկան։ Այսօր Իրանում, ինչը շատ հետաքրքիր է, եթե հետևում եք, ժողովրդի համար համարում եք հերոսները գիտեք ով են։ Նեթանյահուն եւ Թրամփը։ Որտեվ Թրամփը հայտարարել է, որ եթե քո ժողովրդի վրա կրակես, ես կկրակեմ քո վրա, Նեթանյահուն ասել է, որ եթե ժողովրդին նեղես, ես իմ ինքնաթիռները երկինք կբարձրացնեմ։ Այդ բողոքող ժողովրդի հերոսները Նեթանյահուն եւ Թրամփն են։ Եվ այս համատեքստում ես նորից եմ ասում, Իսրայելի հետ մեր հարաբերությունները վերանայել է պետք։ Մենք ժամանակին այդ հարաբերությունները Իսրայելը առաջինը անօթաչու թռչող սարքեր մեզ է առաջարկել։ Մենք հրաժարվել ենք, դրանից հետո է նոր առաջարկել Ադրբեջան։ Ինչու ենք հրաժարվել։ Նույն Իրանի հետ կապված խնդիրների առումով։ Ինչ ենք շահել դրանում։ Ես միշտ կարծել եմ, որ չենք շահել։ Ես կարծել եմ, որ դա լրացուցիչ գործիք էր մեր ու Իրան հարաբերություններում մեր չափաբաժինը կամ մեր ազդեցությունը պահելու համար։ Հիմա էլի մենք չպետք է կանգնենք ու նայենք։ Եվ այն ինչ որ ես ասում եմ, այնպես ինչպես այն ժամանակ ասացի, որ կարող է ճանապարհը լինել եւ այդ կարելի է Թրամփի անունով անվանել, նույն վստահությամբ ասում եմ, որ ապագայում այդպես է լինելու։ Մենք պետք է Իսրայելի հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրենք։ Եվ ես վստահաբար եմ ասում, որ Իսրայելը պատրաստ է նման փաստաթղթեր ստորագրելու։ Իսկ ինչ փաստաթղթեր է հնարավոր ստորագրել։ Առաջին, Իսրայելը ունի լավագույն հակաօդային պաշտպանության միջոցները եւ Իսրայելը պատրաստ է մեզ վաճառել այդ հակաօդային պաշտպանության միջոցները։ Ինքը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ինքը Ադրբեջանին մեզ հակակշռելու համար, որ տեսեք ես կողմնակալ չեմ եղել, պատրաստ է այդ հակաօդային միջոցները մեզ վաճառել։ Երկրորդ, Իսրայելը ունի աշխարհում լավագույն ագրոտեխնոլոգիաները։ Ինքը մեզանից պակաս հող ունի, բայց տարեկան 2 միլիարդ դոլարի գյուղմթերք է վաճառում ամբողջ աշխարհով մեկ։ Արտահանում է 2 միլիարդ դոլարի, ոչ միայն իր ժողովրդի պահանջներն է ապահովում, այլ արտահանում է։ Երկրորդ, Իսրայելը չունի ջուր, բայց այդ կարգի գյուղատնտեսություն է, այսինքն ջրերի ոռոգման, ջրերի կառավարման առումով համատեղ համագործակցության փաստաթուղթ կարող ենք ստորագրել։ Եվ երրորդ, Իսրայելը ունի բարձրավոր ցանցերի կառավարման ավտոմատացված աշխարհի լավագույն մեխանիզմը, որը պատրաստ է տրամադրել մեզ։ Այս ինչ ես ասում եմ, սա լրիվ հնարավոր է, ու ես ասում եմ, որ այս հնարավորությունը պետք է իրացվի Էլի Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում, նախագահ Թրամփի հովանու ներքո։ Նախագահ Թրամփը ուրախությունից ծափ կտա, որ եթե մենք Իսրայելի հետ իրեն որպես երրորդ կողմ վկա ընդունելով գնանք նման փաստաթուղթ ստորագրելու։ Սա մեր երկրի թռիչքային զարգացման հենքը կարող է դառնալ։ Սա մեր երկրի քաղաքական քշիռը տարածաշրջանում կտրուկ կմեծացնի։ Ու այս քայլերը պիտի հիմիկվանից սկսեն անել։ Այս ամենակարևոր բանն է ու ամենակարևոր իմ կարծիքով ուղեկցն է, ինչը ես կուզեի, որ մեր իշխանությունները նայեն այս մեր հաղորդումը, ժամանակ գտնեին, գոնե ԱԳՆ-ում աշխատողները եւ համապատասխան թղթեր գրեին իրենց առաջին դեմքերին։ Պարոն Սարգսյան, Վենեսուելայից զրուցեցիք, Վենեսուելա, Իրան հավանաբար որոշակի կապ կա, այդ կապին էլ կանրադառնանք, բայց այնուամենայնիվ Մադուրոին եւ իր կնոջը ձերբակալելով եւ Ամերիկա տանելով եւ դատարանի առաջ կանգնացնելով եւ ազդեցությունը ավելացնելով կամ վերահաստատելով Ամերիկան կամ Թրամփը Վենեսուելայի վրա, այդպիսով ինչ է լուծում, այնտեղ կան եւ ռուսական շահեր, եւ չինական շահեր, եւ այլ շահեր նույնպես, այդպիսով ինչ է արվում Վենեսուելայում նման իրավիճակ, Իրանում նման իրավիճակ, որոնք, ինչպես դուք ասում, որոշ կապ ունեն նաև Արևմուտքի հետ։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ սա մատրիցա է, ավելի հասկանալի մեր ժողովրդի համար դոմինոյի էֆեկտն է, այդ դոմինեի, որ մեկին ձեռ է տալիս, մյուսը փլվելով գնում է, ու ես կարծում եմ, որ այս դոմինեի էֆեկտում, այս մատրիցայում Պուտինը ոչ թե դիտորդ է, այլ ինքը այն վերջին դոմինոն է, որ պիտի ինքնի։ Ես այս մոտեցման, այս տեսակետի կրողն եմ ու տեսնում եմ դա։ Իրականում խնդիրը
Վենեսուելայի հետ կապված հետևյալում էր, որ Վենեսուելան իր այդ ահռելի նավթային ռեսուրսները վաճառում էր։ Ռուսաստանի վրա կիրառվում էր պատժամիջոցներ նավթային ռեսուրսների առումով, եւ ես 3 չառաջ օր լսեցի Մարիա Զախարովային, ով հստակ ասաց, որ Վենեսուելայի եւ Մադուրոյի կորուստը իրենց տնտեսության համար շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ։ Նա նույնիսկ ասաց, որ Ռուսաստանի ստվերային նավատորմը խոստովանեց, ստվերային նավատորմը կորցնում է իր իմաստը, զրկվում է իր աշխատելու հնարավորությունից։ Նույնիսկ ասաց, որ թիավարման թիակները պիտի հանել ու չորացնել։ Այսինքն, ինչ է նշանակում։ Այդ ստվերային նավատորմը Մադուրոյի իշխանությունը պահելու համար Մադուրոյից շատ էժան նավթ էր վերցնում եւ այդ նավթը վաճառում էր։ Վերավաճառում էր։ Նույնը անում էր Չինաստանը։ Ռուսաստանի վերավաճառած նավթի գումարը գալիս էր Ռուսաստան, վերերացվում զենքի, գնում էր Ուկրաինայի դեմ պատերազմի։ Դրա համար Պուտինը պատերազմը չի դադարեցնում։ Եվրոպան իրեն ճղում է, հրաժարվում է այդ նավթամթերքից, գազից եւ այլից։ Իր ժողովրդի վրա հարկերն ավելացնում է, բայց այստեղ չի պակասում, ինչի, որտեվ կան այդպիսի մադուրոներ, որոնք իրեն ժողովրդին թալանելու, իրեն ժողովրդին սովի մեջ պահելու առումով պատրաստ են ամեն ինչ։ Թուրքիայի հետ էլ կար խնդիրներ, իմիջիայլոց ես սրան էլ եմ տեղյակ, ասեմ, որ Վենեսուելան ունի ոսկու որոշակի պաշարներ եւ իր ոսկու խտանյութը բերել է Թուրքիա եւ վերամշակել է թուրքիական մետաղածուլական գործարաններում։ Դրա համար Էրդողանը վերնաշապիկը ճղում, ասում, այ Վենեսուելան մեր բարեկամն է, թե ձեզ ինչ բարեկամ, որտեղից բարեկամ։ Այդ երբ է դարել բարեկամ։ Եվ այդ զուլված ոսկուց Թուրքիան շատ մեծ օգուտներ է ունեցել, որտեղ այդ ոսկին ոչ թե եկել է Վենեսուելա, այլ այդ ոսկին վերածվել բիտկոինի, որ ծայրերը կորի, եւ բազմաթիվ ուղղություններով ծախսվել է։ Եվ հիմնականում Թրամփի եւ Էրդողանի խոսակցությունները այս վերջին շրջանի նաեւ այդ թեմայով են։ Վենեսուելա հասել նաեւ Աղվանստան, Միացյալ Նահանգների տարած շատ մեծ գումարները, որոնք Աղվանստանից դուրս գալուց ասում են, որ 100 միլիարդի չափ դոլարային ուղակի կանխիկ գումար են եղել, որը տարբեր ուղիներով տեղափոխվել է Վենեսուելա, ու հիմա ասենք, չգիտեմ, 10 միլիոն դոլարը Վենեսուելան 5 միլիոնով վաճառում է այդ կորած դոլարները։ Այսինքն, այս կարգի աշխարհում խառը ու ստվերային գործարքներ կան, Ալիև Պուտինից սկսած, Էրդողան Վենեսուելայով, Մադուրոյով վերջացրած, Իրանի գործող իշխանությունով ավարտված։ Եվ այս մոդելները, որոնք ընդհանուր եւ օրինական դաշտում աշխատող մեխանիզմները կոտրում են իրենց ձևով, են մեր ձևով ասացի նման էլ, իրենք գնում են, այդ փողը դնում են ու Վենեսուելայում պիտի ընտրվի Մադուրոն։ Այդ փողը դրվում է Մադուրոյի ընտրության համար։ Այդ փողը ստեղ ուզում են դնել Ռոբերտ Քոչյանի ընտրության համար։ Իրանում դնում են, չգիտեմ, Այաթոլայի ընտրության համար։ Հիմա այդ մեխանիզմը կոտրում են։ Այդ մեխանիզմի կոտրման մեխանիզմը ձևը արդար է թե ոչ։ Իսկ մյուս կողմից ասում են դա ահաբեկչության կամ նման դա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եվրոպական երկրների ղեկավարները ասում են, որ դա միջազգային իրավունքներին հակասող բան է եւ կարող է դա լինի նախապայման, նախընտրանքը լինի, դրան հետևեն այլ նաեւ նման օրինակներ, այս առումով դա խնդրահարույց կարող է լինել։ Ես երկար ժամանակ եմ ձեզ հարցազրույց տալիս ու քվանտային ֆիզիկայի մակարդակում զգում եմ էներգետիկ լիսկերը հարցերը ինչ պիտի տայիք դրա համար այդ շարունակում որտեղ միանգամից զգացի որ հարցը այդ համատեքստում է լինելու գիտեք ինչ միանշանակ է որ այն ինչ որ անում է Մադուրոն այն ինչ որ անում է Այաթոլլա Խոմեյնին այն ինչ որ անում է Էրդողանը արդար չի հիմի անարդարի դեմ անարդարով պիտի պայքարել թե անարդարի դեմ հնարավոր է արդարով պայքարել Միացյալ Նահանգների նախկին իշխանությունները անընդհատ պայքարում էին արդարով դրանց դեմ ու զրո արդյունք 3 անգամ ծառանկար կար որ Օբաման կամ Բայդենը Մադուրոյին համոզում էին եկեք բանակցեք նրանք կրակում էին եւ հիմա հակառակն է Թրամփն է կրակում ռմբակոծում եւ Վենեսուելայից ասում են եկեք բանակցենք փաստորեն ճիշտ է այո տակտիկական առումով Թրամփը ապահովում է արդյունք
Տակտիկական առումով Բայց ասում են արդար չի դա միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի։ Այս միանշանակ է։ Հնարավոր է ոչ ժողովրդավար ճանապարհով ժողովրդավարությունը պաշտպանել։ Ոչ, հնարավոր չի։ Բայց հնարավոր է ժողովրդավարությունը պաշտպանել, եթե դա աշխարհաքաղաքական համատեքստում ուղղված է ժողովրդավարության դեմ։ Մադուրոյի գործողությունները ուղղված է ժողովրդավարության դեմ։ Իսկ միջազգային օրենքները բանակցությունների միջոցով հնարավորություն չէին տալիս, որտեղ մինչև այդ բազմաթիվ անգամներ նույն Թրամփը փորձել է Մադուրոյին բանակցությունների միջոցով բերել համագործակցության դաշտ։ Նույն Թրամփը բազմաթիվ միջոցներով փորձել է Ռուսաստանի նախագահ Պուտինին բերել բանակցությունների դաշտ։ Ներառյալ խնդիրը հասել էր այն հարթության, որ ասում են, որ Թրամփը ռուսական գործակալ է, անում է այն, ինչ Պուտինն է ուզում։ Բազմաթիվ ուղղություններով փորձում են Թուրքիայի նախագահին գովելով եւ այլը բերել բանակցությունների դաշտ։ Բայց երբ որ այդ մարդիկ այլևս չեն գալիս, այս դեպքում գործում է այն օրենքը, որը ասում է, որ դու քրեական հանցագործ ես։ Դու ոչ թե քաղաքական դեմք ես, դու քրեական հանցագործ ես, որը թալանում է սեփական երկիրը, անօրինական զենք է վաճառում, նարկոտիկի առևտուր է անում եւ որը սնուցում է անօրինական պատերազմ անող երկրներին։ Եվ այս առումով արվածը Միացյալ Նահանգների արվածը պիտի նայել ժողովրդավարության պաշտպանության համատեքստում եւ ես այդ մոտեցման կողմնակիցն եմ։ Պարոն Սարգսյան, տեսեք, ասում են, որ դա օրինական չի, ճիշտ չի եւ այլն, եւ կարող է հանկարծ մյուս երկրների մոտ, օրինակ Ռուսաստանի մոտ, Պուտինի մոտ ցանկություն առաջանա եւ ասի, սա էլ այս տարածաշրջաններ, այս երկրները փոքր իմաստության գոտին են եւ ես էլ կփախցնեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նրա վարած քաղաքականությունը ինձ ձեռնտու չի կամ կսպանեմ ինչ որ մի բան կանեմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այլ երկրների ղեկավարներին, որոնք ձեռնտու չի եւ որոնք ժամանակին եղել են իր ազդեցության գոտու տարածքները։ Եվ դա կարող է նախադեպ լինել ու նման իրավունք տալ ոչ միայն Պուտինին, այլ նաև այլ գերտերությունների ղեկավարներին։ Մենք զգուշանալու բան ունենք այդ առումով։ Նախ ասեմ, որ Պուտինի թիրախը հիմա Զելենսկին է եւ Նիկոլ Փաշինյանը չի, Թեկուզ գողանա Զելենսկուն վարչապետը կարող է դեռ հանգիստ քնել, քանի Ուկրաինայի այդ խնդիրները կան։ Ռուսաստանը խնդիր էր դրել 3 օրում գրավել Ուկրաինան, արդեն 4-րդ տարին է չի կարողանում գրավել եւ համացանցում ավելի շատ ծաղրում են Ռուսաստանին Մադուրոյի պաշտպանության առումով, քանի որ ասում են, տեսեք 3 ժամում Վենեսուելայի նախագահին կալանավորեցին ու բերեցին, իսկ դու 4 տարի է չես կարողանում ու արդյունքում ինչի ես ասել։ Նախ որպեսզի կարողանալ նման օպերացիա անել, պիտի նման պոտենցիալ ունենալ։ Երկրորդ, նման օպերացիաները արդարացված են եւ դրան միջազգային հանրությունը աղմուկ չի բարձրացնում, երբ առևանգված է իսկապես քրեական էլեմենտ է բազմաթիվ ապացույցներով։ Նիկոլ Փաշինյանին ինչին մեղադրեն, ինչ արել, ինչ քրեական, զենք է վաճառել, թե նարկոտիկ, ինչի վրա։ Գլխարկներ է դնում, լավ է անում, որ գլխարկը դուրս գալիս է, այն էլ դնում է, արտաքին քաղաքականությունը բալանսավորման դաշտում է վարում, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ռուսական լինելու մեջ, ասում են անում է այն, ինչ որ Պուտինն է ասում, IHAP անդամ է, ԵԱՏՄ անդամ է, եւ այլն է, եւ այլն է, ավելի շատ ռուսական է, քան նախկինները, sense մեղադրանքներ էլ կան։ Նիկոլ Փաշինյանին առևանգի որ ինչ անի։ Ասենք առևանգելուց հետո Հայաստանը ինչ ինքը զորքեր է բերելու մտցնի Հայաստան անեքսիայի ենթարկի։ Սահման չունի ընդհանուր Հայաստանի հետ ու մեր բախտը դրանում բերել է, որ նման գործելակերպը կարող է վատ օրինակ ծառայել, սրանում դեմ չեմ, որտեվ դա ՄԱԿ-ի միջազգային օրենքներին, ընդունված օրենքներին եւ կանոնակարգին 45 թվականից հետո որ ընդունվեց, դրան դեմ է, բայց արեք նայենք ով է խախտել առաջին այդ օրենքները։ Չէ՞ որ այդ 2022 թվականին խախտել է Ռուսաստանը, օտար երկրի տարածք մտնելով, ներառյալ պատրաստվում էր 3 օր հետո Կիևում, չգիտեմ, պարադ անցկացնել, զինվորական ուժի ցույց տալու, նույնիսկ փուչիկներն ու ծաղիկներն էին տարել։ Այսինքն խախտել են նույն Մադուրոներն ու Պուտինները։ Եվ այսօր գործում է բումերանգի օրենքը։
այն բումերանգը, որ շպրտում ես, այդ մի օր հետ է գալու։ Իհարկե այդ Միացյալ Նահանգները էլ է հետ գալու, նորից եմ ասում, որևէ գերտերություն հավերժ շատ մեծ գերտերություններ են փլուզվել, բայց մեր խնդիրն է չի։ Մեր խնդիրը այսօր կա Միացյալ Նահանգներ, որը շատ լուրջ ազդեցություն ունի, որը անգամ Իրանում հիմի խնդիրներ է լուծում ու Իրանի նման երկրին ասում է, թե ժողովրդի վրա կրակես, ես էլ քո վրա եմ կրակելու, եւ այդ երկրի ու մեր երկրի շահերը համընկնում են։ Թե խաղաղության առումով, թե ճանապարհների առումով, թե տնտեսական զարգացման առումով։ Ու քանի որ համընկնում են, ես այդ երկրի կողմնակիցն եմ բոլոր առումներով, որովհետև այդ երկրի աջակցությամբ է, որ Ալիևները իրենց զորքով չեն փորձում մեր վրա ուժ բանեցնել։ Այդ երկրի ազդեցությամբ է, որ Թուրքիան վաղուց այդ ճանապարհը Զանգեզուրի միջանց չի դարձրել։ Այդ երկրի ազդեցությամբ է, որ մեր սահմանները չեն խախտվում։ Նրանք որ մտածում են, որ այդ Ռուսաստանն է, չարաչար սխալվում են, որտեղ Ռուսաստանը այդ պոտենցիալը չունի, այդ կարողությունը չունի։ Ավելին, Ռուսաստանի շահերը համընկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի հետ։ Այն որ ասում են ռուսը չլինի թուրքն է, սա ասում են ո՞րն է տարբերությունը։ Շահերի առումով։ Իհարկե ռուս կանայք ավելի սիրուն են, քան թուրքերը, բայց շահերի առումով իրենց շահերը բացարձակ նույնն են այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում իրենք ընտրել են ամենաթույլին մեզ, ու եթե մենք արևմուտքի հետ մեր գործունեությունը չուժեղացնենք, ամենաթույլը մնալու ենք մենք։ Ռուսաստանի հետ համատեքստում այս տարածաշրջանում ամենաթույլ երկիրը լինելու է Հայաստանը, իսկ մնացածները իրար մեջ խնդիրները լուծում են թույլի հաշվին։ Հետևաբար մեզ օրը առաջ փոխվել է պետք է Ռուսաստանից, այս ռուսական ընդդիմությանն էլ դարձնել փոքրամասնություն ազգային ժողովում։ Հիմի տեսեք ազգային ժողովում, ասենք, ռուսամետներ են եւ բալանսավորողներ, ու ինչ է տեղի ունենում այդ ազգային ժողովում։ Կռիվ, իրար հայհոյանքներ, իրար վրա շիշ նետել, առաջարկություններ չկան։ 5 տարի է առավոտից իրիկուն Լեռնային Ղարաբաղից սկսած ամեն ինչով առաջարկություններ եմ անում։ Խելացի, անխիլք, հնարավոր, անհնարին, երևակայական։ Բայց այդ ամեն ինչը իր մեջ պարունակում է որոշակի առումով տվյալ իրավիճակի վերլուծություն, որոշակի առումով մտքի ճկունություն, որոշակի առումով բավականին մեծ աշխատանք, թե դրսի ընկերների հետ, թե համացանցում, թե ընդհանրապես այն ստատուսներ տակը գրողների հետ։ Այս ամեն ինչը բերում է մի բանի, որ գալիս է որոշման։ Հետևաբար այս նոր խորհրդարանում պիտի մեր ժողովուրդը կվետան արևմտյան գաղափարներ կրող ուժերի, որ մենք կարողանանք հապկից դուրս գալ, որ մենք կարողանանք ԵԱՏՄ-ից դուրս գալ, որ չմնանք Ռուսաստանի փլատակների տակ, որտեղ մի օր էլ Պուտինին են տանելու, որտեղ այդ դոմինոյի վերջին Մադուրոն, դա Պուտինն է, այդ այդպես է լինելու։ Ասենք ասում են, մենք գնում ենք մեր ձևովի հետևից, որտեղ ուզում ենք մեր հայրենիքը փրկենք։ Ումով։ Ռուսաստանով։ Այդ մարդիկ Ռուսաստանում իրենց ունեցածը չեն կարողանում փրկել։ Այստեղ մեր հայրենիքը Ռուսաստանով ո՞նց են փրկելու։ Իսկ ինչու չեն կարողանում, ինչ որ փրկելու խնդրի առաջ են կանգնած։ Իհարկե, բազմաթիվ քրեական գործեր կան, նաև հարկերի վճարման եւ այլնի առումով Սամվել Կարապետյանի վրա ռուսական հարկային մարմիններում եւ այլն։ Եթե ռուսական ճնշումները չլներ, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Վեհապար Հայրապետը քաղաքական գործընթացների մեջ չէին մտնի, իրենց բագրատներին ու չգիտեմ ինչերին էլ միանգամից կսաստեին։ Միանշանակ այնտեղից կա հավանաբար համապատասխան ճնշումը, որ էս ինչ է, Մարիա Զախարովна, էս ինչ եք թողում։ Այն իրենց անվտանգության խորհրդի փոխնախագահ կամ Մարիա Զախարովան կամ Մարգարիտ Սիմոնյանը նույնիսկ զարմանում էին, որ Նիկոլ Փաշինյանին չեն սպանել։ Մինչև հիմա էլի, որ երկրին այսքան վատություն անում, ինչ չեք սպանում։ Սա ունեկակ ընտրություններ, պարոն Սարգսյան, դուք հավանաբար արդեն որոշում կայացրել եք մասնակցելու վերաբերյալ եւ ինչպես եք մասնակցելու։ Մասնակցելու վերաբերյալ իհարկե որոշում կայացրել ենք։ Ես մշտապես այն տեսակետին եմ եղել, որ Հայաստանի քաղաքական դաշտը պիտի առողջացվի եւ այդ առողջացման հիմնական տարբերակներից մեկը, որպես օրենսդրական որպես օրենք տեսնում եմ կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ անել եւ արգելել նախընտրական դաշինքներ։
100-ից ավել կուսակցություններ են, ընտրություններին մասնակցում են 4-5-ը, մնացածը կնիկները գրպաններում դրած դուրս են գալի աչուրդի։ Հիմա ասենք, չգիտեմ, նույն ասենք Էջմիածնի ընտրությունների ժամանակ հաղթանակ դաշինքը, որ մասնակցում էր ընտրություններին, այն մյուս թեև մեկը դաշնակցություն էր, այն մյուսը որ կուսակցություններ։ Եթե որևէ մեկը կարողանա ասել, նույնիսկ այդ մարդը ով առաջադրվել էր, եթե կարողանա ասել, կասեմ ապրես։ Այսինքն սրանք վաճառքի հանած բաներ են, այս ամեն ինչի դեմն առնելու համար ուղղակի նախընտրական դաշինքները պետք է արգելեն, կուսակցությունները պիտի մասնակցեն ընտրություններին։ Կգնան կանցնեն ազգային ժողով, գաղափարական հենքի վրա, ծրագրերի հիմքի վրա կոալիցիա կկազմեն, կդառնան իշխանություն, չեն կազմի, կդառնան ընդդիմություն։ Այ միավորվելը արդեն խորհրդարան անցնելուց հետո է։ Չեն կազմի, ամեն անգամ չեն տանի գումարը մուծեն, գնան, չգիտեմ, 1.5-2% հավաքեն ու անիմաստ ժամանակ կորցնեն, անիմաստ փողեր կորցնեն։ Էդմոն Մարիքյանն արդեն ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր խաղացողներին կոչ է անում, որ միավորվել եւ մեկ ընդհանուր դաշինքով հանդես գալ, դնել բոլոր տարածայինությունները դնել մի կողմ եւ իշխանություններին հեռացնելու համար այս անգամ միավորվել։ Հնարավոր կլինի դա ասած Քոչարյան, Սերժ Սարգսյան, Էդմոն Մարուքյան ու բազմաթիվ դաշնակցություն ու բազմաթիվ մեծ ու փոքր այլ կառույցներ քաղաքական։ Նախ ես ուզում եմ հասկանամ, որ ասենք ենթադրենք միավորվեցին ու հաղթեցին, հետո ինչ են անելու։ Այ եթե իրենք ասեն, որ հաղթելուց հետո ինչ են առաջարկելու, ու դա շատ ավելի լավն է, քան այս իշխանությունն է առաջարկում։ Կարող է ես էլ միանամ։ Բայց իրենք ինչ են ասում հաղթելուց, ասում են մեր ձևով ենք անելու։ Ասում են Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնել։ Որ Ռուսաստանի։ Այդ Ռուսաստանի շահերը ինչքանով է մեր շահերի հետ համընկնում։ Այդ Ռուսաստանը ինչ է ուզում անել այստեղ։ Այդ Ռուսաստանը գույք պարտքի դիմաց որ վերցրել էր, որևէ լումայի ներդրում արել է այստեղ։ Այդ Ռուսաստանը Հայաստանը վերեացել որոշակի առևտրաշրջանառության էլեմենտի, որտեղ գիտական ոլորտները ընդհանրապես, չգիտեմ, այդ սկսած Հրազդան մաշից, որը գիտական ձեռնարկություններ, Պեոմարսից, Մերգելյան ինստիտուտից փակվել են, այդ ուղղությամբ չեն զբաղվում։ Արևմուտքը հակառակը, ասում է ձեր մոտ գիտությունը զարգացնենք ԱՄՆ։ Ռուսաստանի կրթական օջախներն են լավը, ով որտեղ գնում է, գնաց, չգիտեմ, նույնիսկ բժշկի դիպլոմ է առնում, հետո վերադառնում Հայաստան, ուզում է բժիշկ աշխատի։ Այդ է Ռուսաստանի կրթական համակարգը, այդ եք ուզում, առողջապահական համակարգը։ Այդ Ռուսաստանի լիդերները Լավրովից բռնած, չգիտեմ, Պուտինով իրենց երեխեքը արևմուտքում են ապրում։ Այդ Ռուսաստանի հետ եք ուզում։ Այսինքն այդ Ռուսաստանը մեզ տալու բան չունի։ Միավորվեցին, գնացին Ռուսաստան, ինչ են անելու։ Ինչ են անելու։ Նոյեմբերի 9-րդ կետով միջանցք են տալու, որ այդ ճանապարհը դառնա ուղակի Նախիջևան, Ադրբեջան, դա ճանապարհների ապա շրջափակում չի լինելու, որտեղ այն ճանապարհը, որը վերահսկում է Ռուսաստանը, այդ ճանապարհով չեն գնալու գան։ Ռուսներն ասում են, որ մենք կենսական շահեր ունենք այս տարածաշրջանում եւ լավ կլինի, որ թրիպին մաս կազմենք։ Գիտեք ինչ, թրիպի մասով արդեն համաձայնությունը կա, փաստաթուղթը ստորագրված է, թրիպը երկկողմ է։ Դա Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների համապատասխան տնտեսական կառույցների միջև ստորագրվող փաստաթուղթ է, որում կա երկու կողմ։ Երրորդ կողմ լինել չի կարող, դա բացառված է։ Եվ դա բացառված է նաեւ հետեւյալ առումով։ Թրիպը միջին միջանցքի մի հատված է, որը վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներին։ Միջին միջանցքը ունի մի գլխավոր սկզբունք։ Ինքը պիտի շրջանցի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը եւ պատժամիջոցների տակ գտնվող Իրանը։ Հակառակ դեպքում ինքը կանցներ մետաքսի ճանապարհով առանց ծով մտնելու Իրանի տարածքով, այնպես ինչպես ուխտերն են գնացել, նրանք ծովով չեն գնացել, էլի։ Եվ այդպես շատ ավելի քեշտացներ խնդիր։ Բայց ինքը պիտի շրջանցի Իրանն ու Ռուսաստան։ Հետևաբար Ռուսաստանը չի կարող միջին միջանցքի մաս լինել։ Ռուսաստանը Եվրոպայի հետ կապ ունի, Տրանսսիբիրյան մագիստրալը, որը չի գործում, այդ երկաթուղին կա, այդ երկաթուղին նույնիսկ երբ որ Ռուսաստանի վրա պատժամիջոցներ էր, այդ ժամանակ էլ չէր գործում, որտեղ նույն Չինաստանն ու Միջին Ասիական Հանրապետությունները չէին ուզում իրենց ապրանքաշրջանառությունը Ռուսաստանով անել, Ռուսաստանի ներկայությամբ անել։ Նախկին սովետական միության երկրներից չկա մեկը, որը ուզենա Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնել։
Բոլորը հետ քայլ են անում։ Միջին ասիականները դեպի Չինաստան են գնում, դեպի Արևմուտք են գնում։ Մեր Բալթյան հանրապետությունները միանգամից անջատվեցին, գնացին դեպի Եվրոպա։ Մոլդովան փոխվում է դեպի Եվրոպա է գնում։ Վրաստանը, որ Վրաստան է, ասում իր սահմանադրության մեջ գրել է Եվրոպա։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ոչ մի բան, այլևս Թուրքիա եւ դեպի Արևմուտք է գնում, Թրամփի մոտ է թուղթ ստորագրում։ Ես չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանները, մեր ձևովները, դա չեն ուզում մեզ Ռուսաստանի հետ կապել։ Ոչ մեկ, իսկ ինչի չեն ուզում։ Դա շատ տրամաբանական պատճառ ունի։ Ես կխնդրեմ, որ իրենք էլ խորանան։ Թե օրինակ ինչի չեն ուզում։ Ռուսները իրենք էլ պիտի խորանան, թե ինչու մյուս պետությունները ում հետ լեզվական խնդիրներ չունեն, գրականության, կինոյի հետ խնդիրներ չունեն, չեն ուզում, որտեղ իրենք խոսում են ուժի ու պարտադրանքի դիրքերից, որովհետև իրենք տալու բան չունեն։ Պարոն Սարգսյան, իսկ Վենեսուելայի այդ իրադարձությունները, որ դուք ստվերային նավթ եւ այլն Ռուսաստան նման կապ տեսակ, հնարավոր է ազդի ուկրաինական պատերազմի վրա, տեսեք երեք նաեւ հիշենք նաեւ երեք Եվրոպայում այն քննարկումները, որ բազմազգ զորք կարող է տեղակայան Ուկրաինայում պատերազմից հետո իհարկե, դրան կարող են ազդել Վենեսուելայի դեպքերը ուկրաինական պատերազմի վրա։ Անկամ Մարիա Զախարովան, որ ռուսական, այսպես ասեմ, ամենակոշտ խոսնակն է այդ առումով, ընդունում է, որ ռուսական տնտեսության վրա դա լուրջ ազդեցություն է ունենալու, իսկ Ռուսաստանի տնտեսության 50%-ը դա ռազմական արդյունաբերության սպասարկող ու նրան ապահովող ոլորտն է։ Կա հետևյալ բանը, այս թեման արդեն բաց նաև խոսեց Ռուսաստանի ամենախոշոր մեծահարուստ Դերեբասկան, ով ասաց, որ $50 եթե բարել նիշնի, Ռուսաստանի տնտեսությունը ուղղակի քանդվի։ Ռուսաստանի պետական բյուջեում 1 բարելը $55 կարգի է դրած, հիմի վաճառվում է 50-ով, Վենեսուելայի նավթը դադարեցնելու պարագայում, իսկ Թրամփը 3 պահանջ է դրել Վենեսուելային, խզել կապերը Ռուսաստանի, Չինաստանի հետ, նավթ չվաճառել Միացյալ Նահանգների թշնամի երկրներին եւ ժողովրդավարության առումով մի պատճառ։ Այսինքն, այս երկու պատճառներին կարծես համաձայնել են արդեն, ու չեն էլ կարող չհամաձայնել։ Այս պարագայում նավթի գները երկրորդ տեղում Վենեսուելից հետո Սաուդյան Արաբիան է։ Սաուդյան Արաբիան է, որ Վենեսուելայից հետո ամենամեծ նավթի պաշարներն ունի եւ իրենք այս համատեքստում Միացյալ Նահանգների հետ համագործակցում են եւ նավթի գները կարող են իջնել, չեն հակադրվի, որտեվ Միացյալ Նահանգները ինքը Վենեսուելայի նավթը կվաճառի։ Այս դեպքում արդեն Միացյալ Նահանգներ ու Վենեսուելայի նավ Սաուդյան Արաբիայից շատ ավելի շատ է դառնում, այսինքն կարող են պարտադրել, ոչ թե խնդրել։ Այս դեպքում Միացյալ Նահանգները կարող են նավթի գներն իջցնել, ասենք, $20-25 կամ $30, որ ու այդ բավարար է մոտավորապես մաքսիմումը մի տարի, որ ռուսական տնտեսությունը լինի այն վիճակում, ինչի Իրանն է։ Իսկ Իրանը, տեսեք, դուք ասացիք խորացնի Հայաստանը Իսրայելի հետ իր հարաբերությունները տարբեր ոլորտներով, պաշտպանական եւ այլն։ Իրանը այդ առումով դա կարող է ցավագին ընդունել եւ մտահոգություն չեք դու։ Որ Իրանի մասին է խոսքը։ Իրանի ժողովուրդը Իրանի ժողովուրդը այդ լրիվ ուրիշ Իրանն է, Իրանի իշխանությունները այդ լրիվ ուրիշ Իրան։ Վենեսուելայի Մադուրոն այդ լրիվ ուրիշ Վենեսուելա էր, Վենեսուելայի ժողովուրդը այդ լրիվ ուրիշ ժողովուրդ է։ Հայաստանը պիտի լինի ժողովրդի կողքին, ոչ թե դիկտատորի։ Իրանի ժողովուրդը այսօր Նեթանյահուի ու Թրամփի կողմնակիցն է։ Մենք այդ Իրանի վրա պիտի հենվենք։ Այս Իրանը իր ժողովրդին հասցրել է $1 $1.8 միլիոն։ Այս Իրանը վերջացած է։ Սրա կյանքը լավ թող երկարի եւս 2 տարի, հետո չի երկարելու։ Մենք պիտի այսօր ծիլեր դնենք։ Մեր տարածաշրջանը, այս տարածաշրջանը որ կա, պլյուս մեծ մերձավոր արևելքը այս ամեն ինչ։ Ամերիկյան ազդեցության մեծացմանը զուգընթաց գործընկերային հարաբերությունների նոր շղթա է ձևավորում եւ դա հասնում է մինչեւ Հնդկաստան։ Իսրայելի ամենամոտ բարեկամներից մեկը Հնդկաստանն է։
դրանց փոխադարձ արևտուրը, փոխադարձ կապը, Իսրայել, Հայաստան, Հնդկաստան կապը այս տարածաշրջանում ամենալուրջ ազդեցությունը կարող է դառնալ թե ապագա հետագա Իրանի, թե Թուրքիայի ազդեցությունների վրա։ Այս շատ լուրջ գործոն է, ուղղությամբ աշխատել է պետք է, առաջարկածը սրանում է։ Այս ամեն ինչը երևում է։ Ու այն ինչ որ ես ասում եմ Իսրայելի մասով, այնպես չի որ իրականություն դառնալու հնարավորություն չունեն։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Իսրայելում, որոնց հետ զրուցում եմ, որոնք նաև ազդեցություն ունեն։ Իսրայելը բազմաթիվ տեղերում բացում է Իսրայելի տներ, վաղուց ժամանակն է, որ Հայաստանում էլ բացվի Իսրայելի տունը։ Վերջերս Վրաստանում այդ կարգի հանդիպում եղել է եւ Հայաստանից ներկայացուցիչներ են եղել, որոնցից մեկը նաեւ իմ բարեկամն է, իմ ընկերն է, որը մասնակցել է այդ հանդիպմանը, նաեւ մամուլում տպագրված կա այդ իսրայելական տների բացման եւ այլնի առումով։ Վրաստանը վաղուց է ունի, վաղուց ժամանակն է, որ մենք դիվանագիտական խնդիրներ Իսրայելի հետ հենց ոչ թե Վրաստան ուղարկենք, այլ Հայաստանում ունենանք Իսրայելի դեսպանատ ունեն, այնպես որ այս խնդիրներ են, որոնք անկախ Իրանի հետ ունեցած փոխհարաբերություններից Հայաստանը վաղուց պիտի արած լիներ, որտեղ մեծ մերձավոր արևելքի ամենազարգացած ու ամենաարագ զարգացող երկիրն է, գիտության առումով, առողջապահության առումով, մրցակիցներ չունի։ Իսրայելը հակաօդային պաշտպանության լազերային միջոցներ է գնել, որի մեկ կրակոցը $50 է։ Այն դեպքում, երբ որ չգիտեմ, այս 300-ները անցնում են 1 միլիոն։ Ադրբեջանի հատուցությունը Իսրայելի վրա այնքան ուժեղ լինի, նրանք բավականին սերտ հարաբերություններ ունեն, որ Գիտեք ինչ, Ադրբեջանը, Իսրայելը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը ավելի շատ Թուրքիայի համատեքստում է։ Իսկ Թուրքիան Իսրայելի համար մեկ թշնամին է։ Ադրբեջանը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվելու այս իրանական դեպքերի պարագայում, որովհետև Իրանի այդ Թավրիզի նահանգի ազերիները իրենք մշտապես նախանձել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ազերիներին, որտեղ այս երկու երկրները համեմատաբար նորմալ պայմաններ են ստեղծել ապրելու համար եւ բնականաբար այս մարդիկ կուզեն սրան կամ նրան միանան եւ Ադրբեջանն էլ կուզի կամ Թուրքիան էլ կուզի այդ իրեն միացնելու, բայց սրան կատեգորիկ դեմ է Իսրայելը։ Ինքը զսպման խնդիր ունի։ Ադրբեջանի հետ այդ փոխհարաբերությունները չի խանգարում, որ ինքը մեծ պաշտպանողական զենք տա հակաօդային պաշտպանության։ Մենք Իսրայելից լորիարներ չենք գնելու։ Իսրայելը պատրաստ է, ես վստահ եմ ասում, Իսրայելը պատրաստ է մեզ հակաօդային պաշտպանության զենք վաճառելու։ Լորիարներ հարձակողական զենք, միգուցե չվաճառի։ Իսրայելը պատրաստ է մեր հետ ագրոտնտեսական փորձառության եւ ագրոտնտեսական գիտելիքների փոխանցելու ու համատեղ աշխատելու։ Իսրայելը պատրաստ է ջրային ռեսուրսների կառավարման առումով մեխանիզմները մեզ տրամադրելու ու վաճառելու։ Իսրայելը պատրաստ է իր ունեցած ծրագրերը բեցերի առումով Հայաստանում ներդրնելու։ Այս ամեն ինչում Ադրբեջանի խանգարող հանգամանքը չկա, որտեղ սրանցից որևէ մեկը Ադրբեջանի դեմ ուղղված չի, բայց ընդհանուր առմամբ Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին այս Կովկաս կոչվող տարածաշրջանում հենակետ է պետք։ Եվ այդ հենակետը չի կարող լինել իսլամական, այն պիտի լինի քրիստոնյա։ Այն պիտի լինի քրիստոնյա։ Մեր հիմնական նաև առավելություններից մեկը այստեղ է, որ մենք քրիստոնյա ենք։ Ու մեր քրիստոնեական ազդեցությունը պիտի ազատվի ռուսական ազդեցությունից։ Այս էլ ձեր առաջին հարցի ամբողջական պատասխանը։ Եվ վերջին հարցը կարճ խնդրում եմ, դուք անդրադարձակ ընտրություններին, բայց ասացիք դուք ինչպես եք մասնակցելու, առանձին կուսակցությամբ, թե ինչ որ դաշինք կարող է։ Եթե իշխանություններ ընդունեն օրենք մինչև ընտրություններ, չնայած այդ արդեն աննարին է, որովհետև ընտրություններից մի տարի առաջ արգելվում է օրենքները փոփոխել, բայց իշխանությունները օրենք ընդունեցին, որ նախընտրական դաշինքների դեպքում անցողիկ շեմը 8% է։ Բարձրացրեցին, իսկ 8%, իսկ ներքին միայնակ մասնակցելու պարագայում դարձրեցին 4%։ Այս պարագայում ես կարծում եմ դաշինքներ կազմելը որևէ մեկին էլ ձեռնատու չի լինելու, առավել եւս, որ մենք ընտրություններին մասնակցում ենք ոչ թե իշխանությանը փոխելու, իսկ ինչի չենք գնում իշխանությանը փոխելու, որտեղ իշխանությանը փոխել ուզում է Պուտինը։ Ինքն է ուզում Մադուրոյի նման ձեր ասելով, ասենք օրինակ Նիկոլ Փաշինյանին գողանա։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը իր 5-րդ շարասյունով, դաշնակցությամբ, նախկին նախագահներով, Ռուսաստանի օլիգարխ Սամվել Կարապետյաններով եւ այլնով, այս ամեն ինչով ու եկեղեցով գնում է իշխանությանը փոխելու։ Ու այս մեխանիզմի դեմ առնելու համար միայն մեր ուժը արևմտամետ ուժերը, ինչքան էլ մենք բավարար չի։ Մեր վրայով կանցնեն ով չեն անի։ Մեզ պետք է Նիկոլ Փաշինյանի ունեցած իշխանություն, այսինքն այս բալանսավորողներ ասացի, որ համ Ռուսի հետ լավ լինենք, համ հապկում լինենք, համ ԵԱՏՄ-ում, համ էլ ԵՄ դիմենք։ Այս երկու աթոռի նստելը բնականաբար իմ սրտով չի։ Եվ մենք եթե ազգային ժողովում լինենք, այդ դրա համար մեր ժողովուրդը մեզ պիտի կվետա, որ մենք այդ հապկից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, արևմտյան կապիտալ ներդրում անելու այս հնարավորությունները մեծացնենք։ Այս համատեքստում է, որ մենք կարծում ենք, որ մենք պիտի այս ազգային ժողովում ներկայացված լինենք, հանձինս հանրապետություն կուսակցության ու անդադ ծրագրեր առաջարկենք ու թող իրանք իրար հայհոյեն։ Մենք այդ ծրագրերը քայլ առ քայլ առաջ կտանենք։ Մենք մեր ժողովրդին մի օրինակ ցույց տվել ենք։ Մենք Եվրոմիության հետ գործընթաց սկսելու ստորագրահավաք սկսեցինք, մենք այդ ճիշտ ձևակերպեցինք, չնայած մեր հետ մասնակցողները բոլոր պահանջում էին, որ այնտեղ ժամկետ նշել եւ այլ, իսկ այդ նշանակում էր, որ ազգային ժողովում չի անցնելու։ Մեր կուսակցությունը առաջարկում է բաներ, ինչը հնարավոր է, ինչու տրամաբանություն կա, այնպես ինչպես Տրիպ ու Տրամպի ուղին, հիմա էլ առաջարկում ենք Իսրայելի հետ, այ նման համագործակցության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ազգային ժողովում լինելու պարագայում մենք էլի նման բաներ ենք առաջարկելու։ Մեր ժողովուրդը, եթե ուզում է հաջորդ ազգային ժողովում կռիվներ չտեսնի, պիտի գա մեզ կվետա։ Իսկ մեր ժողովուրդը ընտրություններին մասնակցում է հարթող, պաստող տեսնելու համար։ Ոչ մեկ չի գնում բռանցքամարտ նայի, որ ոչ ոքի ավարտի կամ ֆուտբոլի խաղը նիչայով ավարտվի։ Մենք չենք գնում հաղթելու, բայց կվենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը էս հասկանա, որովհետև այդ նիչան հաղթանակ է, իր տված կվեն է, որ այնտեղ բան է փոխելու։ Հակառակ դեպքում իրենք եւս 5 տարի ունենալու են նույն խորհրդարանը, այս անգամ մեր ձևովներով ու մի քիչ խառը, ինչը հիմա, ինչը շատ ավելի լավ է, քան փոխվի ռուսականի, բայց այդքան էլ լուրջ փոփոխությունների չի բերելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։